ստորագրված ցուցակները կարող են մատչելի լինել այն մարդկանց, որոնք հիմնավորում են, որ իրենք ունեն դրա նկատմամբ շահագրգռվածություն եւ առանց դրանցից լուսապատճեններ անելու կարող են ծանոթանալ եւ դրանցից անել քաղաքացիներ։ Մոտավորապես նմանատիպ կառուցակալ գոյություն ունի նաեւ մեր օրենսդրության մեջ, երբ որ վերահաշվարկի ընթացքում վստահված անձիկ տեխնատուները կարող են այդ կարգով ծանոթանալ այդ ցուցակներին։ Խնդրի լուծումը ես այլ տեղ եմ տեսնում։ Ինչպես անել, որ ընդհանրապես բացառվեն այդ հնարավորությունները, որովհետև երբ որ նայում ես հիմնավորումները, թե ինչով է պայմանավորված, որ այդ երկրները քվեարկության մասնակցություն ունել են դիտարկում գաղտնիության տեսանկյունից, տեսնում ես, որ բավականին հիմնավոր է եւ չի կարելի մի խնդիրը լուծել մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով։ Ես կարծում եմ, որ ճանապարհը այդ խնդրի լուծման պետք է լինի անկախ այն հանգամանքից էլեկտրոնային համակարգը կտեղադրվի բոլոր 3 փուլերում թե ոչ, ընտրողների իդենտիֆիկացիան այնուամենայնիվ անկախ ամեն ինչից պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով, որը կբացառի կրկնակի քվեարկությունները, այլ անձանց փոխարեն քվեարկությունը, մի քանի անգամ տարբեր տեղամասերում քվեարկություն։ Առիթ ունեցել եմ դրա մասին բարձրաձայնելու, ինչ համակարգ ենք մենք նախատեսում եւ այդ պարագայում, դրա կիրառման պարագայում վստահ եմ, որ փոքրանա։ Չեմ բացառում նաեւ, որ մատչելիության հասանելիության աստիճանը ստորագրված փաստաթղթերի կարող է եւ որոշակիորեն մեծանա, բայց եթե իմ անձնական կարծիքն եք ասում, պիտի ասեմ, որ իմ անձնական կարծիքը ժամանակահատվածում փոխվել է, ես ի սկզբանե կողմ եմ եղել, որ դրանք բոլորը հրապարակվեն, բայց երբ որ առավել խորությամբ ես վերլուծում, թե ինչով էր պայմանավորված եւ ինչով է պայմանավորված, որ միջազգային կառույցները հենց պնդում են, որ դրանք չհրապարակվեն, դրանք որոշակի հիմնավորումներ ունեն։ Եվ Սահմանադրությունը ասում է, որ 18 տարի լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեն ընտրելու իրավունք։ Ընտրելու իրավունքը արձանագրվում է ընտրողների ցուցակում իր անուն-ազգանունը լինելու միջոցով։ Այսինքն սա իրավունք է, սա հնարավոր վարքագծի կանոն է։ Դու կարող ես օգտվել այդ վարքագծի կանոնից, կարող ես գնալ քվեարկության, կարող ես չգնալ։ Այլ բան է, որ եթե չես ներկայացել, քո փոխարեն քվեարկում է, թե չէ։ Սրա մասին է խոսքը, որ պետք է բոլոր այն շահագրգիռ անձիկ, կազմակերպությունները, որոնց անմիջականորեն իրենց սուբյեկտիվ իրավունքներին է առնչվում ընտրողների մասնակցության թիվը, նրանք պետք է ունենան միջոց, արդյունավետ միջոց, ծանոթանալու նաև ստորագրված փաստաթղթերին։ Սա կարող եմ ասել նաև, որ բխում է սահմանադրական փոփոխություններում ամրագրված այն նորմից, որ օրենսդրությամբ պետք է ամրագրվեն իրավունքների կիրառման, իրականացման արդյունավետ կառուցակարգեր։